վերջում երևի դրանով սահմանափակել իմ խոսքը, որ ես լրագրողներից նորից ահազանգ ստացա, բայց այստեղ չի կոնկրետ լրագրողը ում հետ տեղի ունեցել դեպքը, բայց դա կրկնվում է էլի օթյակի հետ կապված, որ վարչապետի անվտանգության աշխատակիցները արգելում են վերևից նկարել Նիկոլ Փաշինյանին, համարելով դա անվտանգային խնդիր։ Այն դեպքում, երբ որ ապակիներով է փակված եւ ընդհանրապես իրավունք չունի, անվտանգության աշխատակիցը լրագրողին իր սահմանված վայրում, իրեն հատկացված աշխատասենյակում, այսպես ասած, արգելել որևէ գործողություն։ Այդ արգելքը տեղի է ունեցել Newsem կայքի լրագրողի հետ, ուղղակի այստեղ չի Ռուզաննան, որ մեջբերում անի, բայց խնդրում եմ ես որպես ահազանգ ընդունել, որովհետեւ սա շատ անթույլատրելի է։ Մի կողմից բռնությամբ տանում են, հետո մի հատ էլ ասում են, չէ, դու մի նկարի։ Եվ մարդուերացի պարունակությունը և նոտնիքի պարունակությունը։ Ես կնիք չգիտի որներ, դու որ նստած ես չգիտես, քո սպանությունը երևում։ Դե լավ չի կար նկարել և տարածել, որ երևում դեպքեր։ Շատ լավ, համեցեք։ Ես շատ կարճ կպատասխանեմ, մասնավորապես անդրադառնալով Freedom House, Human Rights Watch եւ այլ կազմակերպություններին, կուզենամ, որպեսզի հանրությունն էլ պատշաճ պատկերացում ունենա եւ նաեւ մեր պետական իրավասու մարմիններն էլ, սրանք մի փաստաթություններ չեն եւ սրանք միավորված ազգերի կազմակերպության կողմից գնահատման ենթակա հաստատություններ չեն։ Ես անդադ սրա մասին խոսում եմ եւ կարծես թե մենք դեռևս չենք կարողացել պատշաճ ընկալում ձևավորել այս տարբերությունների հետ կապված։ Մի փաստաթությունները հասարակական կազմակերպություն չեն, մի փաստաթությունները համանման կազմակերպություններ չեն, իրանց վրա տարածվում են առանձնահատուկ պահանջներ եւ մեթոդաբանություն իրենց գործունեությունը իրականացնելու համար եւ այդ պահանջները շատ ավելի խիստ են, քան մյուս կազմակերպությունների նկատմամբ կարող են տարածվել։ Հետեւաբար Freedom House-ը, Human Rights Watch-ը լինելով մեր լավագույն գործընկերներից եւ ոլորտում լավագույն կազմակերպություններից, իրենք շատ ավելի ազատ են իրենց գործունեությունը այդ ձևաչափով իրականացնելու դիտանկյունից, թեպետ իրենք էլ ունեն որոշակի սահմանափակումներ, քան մենք, որովհետեւ մեր գործունեությունը նաեւ կուզենամ նկատի ունենանք գնահատվում է միավորված ազգերի կազմակերպության կողմից եւ գնահատվում է հստակ մեթոդաբանությամբ եւ ոչ միայն իհարկե իրենց կողմից, նաեւ մի շարք այլ կազմակերպություններ կան, որոնք այս հարցերի վերաբերյալ դիտարկումներ են իրականացնում։ Նշեմ, որ քանի որ դեպքի վերաբերյալ նշել էի 2022 թվականին տեղի ունեցած դեպք է, ես դրա համար ի սկզբանե ասացի, որ դեպքը չի կարող ներառված լինել մեր տարեկան զեկույցի շրջանակներում, եթե խոսքը վերաբերում է 2024 թվականի դեպքին, նկատի ունեցեք, որ անհնար է, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը մեզ դարձած լինի հասանելի թե զանգվածային լրատվության միջոցներով, թե նաև մեզ դիմող անձանց կողմից, եւ մենք դրա վերաբերյալ հաղորդում նախ գլխավոր դատախազություն չներկայացնենք, հետո պարզաբանումներ չպահանջենք եւ բնականաբար դա համակարգային խնդիրների թվում չդիտարկենք, հետեւաբար պարզապես բացառում եմ նման հնարավորությունը, որովհետեւ շատ լուրջ ենք այս ոլորտները հատկապես մշտադիտարկում։ Լրագրողներին օթյակից հեռացնելու հետ կապված կարծում եմ նույն դեպքի վերաբերյալ է խոսքը, երբ ես ինքս հայտարարություն եմ տարածել նաև այս հարցի հետ կապված, վերջին հատվածը երբ նշեցիք օթյակից նկարելն արգելելու մասով, ես կխնդրեմ ինձ մի քիչ ավելի հիմա չէ իհարկե, նիստից հետո ավելի մանրամասն տեղեկատվություն կամ իմ գործընկերներին կխնդրեմ կհավաքեն դեպքի հետ կապված, նշեմ, որ այո, շատ կարևոր է, որպեսզի հասանելիությունը իհարկե լրագրողները ունենան, պարոն Պարսիլյան, ձեր կողմից նշված անձնական տվյալների պաշտպանությունն էլ իրականում շատ կարևոր դերակատարություն ունի, սա իհարկե չի կարող հիմք հանդիսանալ ի սկզբանե բացառելու համար լրագրողների պատշաճ գործունեությունը, բայց նաև լրագրողները իրոք պետք է նկատի ունենան, որ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում այն ոչ պատշաճ մակարդակով կարգավորված հարցերից մեկն է, ընդ որում ասեմ ոչ միայն անձնական մակարդակում, նաև պետական մարմինների համատեքստում, նաև ընկալումներն են շատ այսպես ոչ պատշաճ եւ ձևախեղված անձնական տվյալների պաշտպանության առումով շատ դեպքերում օրինակ կարող ենք իրավիճակի հանդիպել, երբ մարդիկ նույնիսկ չպատկերացնեն, որ օրինակ բժշկական գաղտնիքը, այսինչ տեղեկատվությունը հանդիսանում է բժշկական գաղտնիք եւ նույնիսկ քո գործընկերոջ հետ չի կարելի դրա մասին խոսել պարզապես, քանի որ այս տեղեկատվությունը բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվություն է ու մի շարք այլ նմանատիպ հարցեր, հետեւաբար իրականում այստեղ պետք է հավասարակշռվի այս process-ը, բայց նաև կոնկրետ դեպքի հետ կապված, քանի որ ինձ ծանոթ չէր դեպքը, անմիջապես նիստից հետո տեղեկատվությունը կճշտենք եւ սրա վերաբերյալ բնականաբար մեր գործառույթները կիրացնենք։ Շնորհակալություն, նաև կարծում եմ դուք էլ տեղեկացված կլինեք ընթացս։ Շնորհակալություն, պարոն Պարսիլյան, համեցեք։ Տիկին Մանասյան, նախ շնորհակալ եմ զեկույցի համար եւ նաև կատարած աշխատանքի համար։
Ես մի քիչ այլ բանի մասին կուզեի, այսինքն ես ավելի խորքային